զինակիցներ, իմ արյունակից եղբայրներ, մի վախեցեք հետանոսների բազմությունից, մի սարսափեք նրանց ահարկու փղերից ու սարը երկաթից, նրանք գալիս են մահ ու ստրկություն բերելու, բայց մենք կանգնած ենք այստեղ կյանքի ու հավատքի համար։ Մինչև այսօր մենք կռվել ենք փառքի ու թագավորների համար, բայց այսօր մենք կռվում ենք մեր հոգու ազատության համար։ Այսօր մեր վահանը խաչն է, իսկ մեր սուրը արդարությունը։ Չկարծեք, թե մահը վերջն է։ Ով սրտով է մահը ընդունում, նա է անմահանում։ Մենք չենք նահանջելու, որովհետև մեր թիկունքում մեր տունն է, մեր եկեղեցին ու մեր զավակների ապագան։ Եթե այսօր ընկնենք, կընկնենք որպես հերոսներ։ Եթե հաղթենք, կհաղթենք որպես հավատքի մարտիկներ։ Թող մեր արյունը դառնա պատնեշ, որին կբախվի ու կփշրվի ամեն մի բռնակալ։ Մահը գիտակցյալ, անմահություն է։ Դու քո եղբայրների վրեժն ես ուզում, Անուշ, բայց հիշիր, վրեժը մթագնում է աչքերը, իսկ հավատը լուսավորում։ Կռվիր ոչ թե նրա համար ինչը ատում ես, այլ նրա համար ինչը սիրում ես։ Ես սիրում եմ այս հողը։ Ուրեմն Աստված քեզ հետ է։ Աղեղնավորներ,ար երկինք, թող մեր աղեղները ծածկեն արևը, արձակեն։ Երբ Հասկերտին հասավ լուրը, թե հայերը նույնիսկ առանց սպարապետի չեն նահանջում, և պատրաստ են մեռնել մինչև վերջին մարդը, նա սարսափեց։ Մահը չի կարող սպանել այն, Նա գոռում էր իր մոլեգնության մեջ, տեսնելով, ինչն անմահ է։ թե ինչպես է իր հսկա կայսրությունը ծնկի գալիս մի բուռ քրիստոնյաների հավատքի առաջ։ Հենց ինքը, Պարսից արքայից արքան, ստիպված էր խոստովանել դառը ճշմարտությունը։
Մենք պարտվեցինք հայի անկոտրում կամքի առաջ։ Մենք սպանեցինք նրանց մարմինները, բայց նրանց ոգին մնաց անմատչելի մեր սրերին։ Հևոնդ երեցին, ու մեր հոգևոր հայրերին շղթայեցին ու տարան Պարսկաստանի խորքերը։ Հասկերտը կարծում էր, թե տանջանքներով կստիպի նրանց լռել, բայց երեցի աղոթքը հնչում էր նույնիսկ բանտի պատերից այն կողմը։ Նրանց սպանեցին դաժանորեն, բայց ամեն մի տանջանքի հետ մեր հավատքն ավելի էր պնդանում։ Նրանք գնացին դեպի երկինք, իրենց հետ տանելով մեր ազգի անպարտելի ուխտը։ Իսկ ես մնացի ողջ։ Ես տեսա այդ ամենը, որպեսզի պատմեմ ձեզ։ Մենք կորցրինք Վարդանին, կորցրինք Հևոնդ երեցին, բայց մենք ունենք այն Հայաստանը, որն այսօր կա հենց նրանց կամքի շնորհիվ։ Հիշեք նրանց, որովհետև նրանց արյունն այսօր հոսում է ձեր երակներում։